Նախագահ Իլհամ Ալիևի իր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին մանրամասն տեղեկացրել է ադրբեջանահայկական խաղաղ գործընթացի մասին։ Այս մասին պետության ղեկավարը հայտնել է լրագրողների հարցերին տված պատասխանների ժամանակ։ Այսօր զրույցի ընթացքում ես բավականաչափ տեղեկացրեցի պարոն նախագահին ադրբեջանահայկական բանակցային գործընթացի մասին։ Ես տեղեկացրի, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանն ու անձամբ ես նախաձեռնել են խաղաղ սկիզբը։ Այն ժամանակ ոչ Հայաստանը, ոչ էլ այդ ժամանակ գործունեություն ծավալող ԵԱԿ-ի Մինսկի խումբը նման նախաձեռնությամբ հանդես չէին եկել։ Այս նախաձեռնությունը առաջ է քաշել հենց Ադրբեջանը։ Սա նշանակում է, որ մենք որքանով ենք հետաքրքրված խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ասող Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ մինչև 2024 թվականի հունվար ամիս Հայաստանը պնդում էր խաղաղ պայմանագիր կնքել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանակներում։ Նման կառույց չկա, դա եղել է միայն Հայաստանի երազանքներում։ Գոյությունն է Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջան։